Առաջին լրատվականը սկսում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում, բարելույս, ես Զարու Երոշտունին եմ։ Այս գիշեր Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից և հրանոթներից շարունակել է արկակոծել պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 7-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ Ադրբեջանական բանակը կիրառում է 152 մմ-անոց հրանոթներ, գրադկայանքներ և տանկեր։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ պաշտպանության բանակի առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին և հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ պարգև arczepiskopos Martirosյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլ պաշտոնյաներ։ Արցախում են մեր նկարահանող խմբերը, հայկական երկրորդ հանրապետությունում տիրող դրության նախորդ օրվա զարգացումների ամփոփումը ներկայացնում է Արթուր Գրիգորյանը, որը կեսգիշերնան զրուցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։ Առանց նախաբանի ես ուզում եմ միանգամից անդրադառնալ վերջին թեմային խորհրդակցությանը, քանի որ իմ զրուցակիցը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, որը Բաբայան բարի երեկո կամ բարի կեսգիշերն անց, որևէ հավելյալ մանրամասն կարող եք հաղորդել նրան, ինչ արդեն հնչեց մեր եթերում։ Ասեմ, որ իշխանությունները եւ ընդհանրապես բոլոր պատասխանատու կառույցների ղեկավարները աշխատում են հատուկ ռեժիմում, լինում են հաճախակի խորհրդակցություններ տարբեր հարցերի շուրջ, եւ սա նման իրավիճակների համար բնական է։ Ընդհանրապես կարող ենք ասել, որ իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից եւ հակառակորդը որևէ ձևով չի կարողանում ռազմավարական նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Պարոն Բաբայան, դուք ձեր հարցազրույցներում ելույթներում բազմիցս Ադրբեջանը որակել եք որպես ահաբեկչական պետություն։ Քաղաքակիրթ աշխարհը, դիսուք Եվրոպան, Ամերիկան, այլք ահաբեկիչների դեմ պայքարում են մեկ ձևով, ոչնչացնելով կամ գոնե առնվազն վնասազերծելով։ Արցախը ինչ է մտադիր անել այս իրադրությունում։ Իհարկե դուք ճիշտ եք, ահաբեկիչները որևէ այլ լեզու քան ուժը չեն ճանաչում, չեն հարգում ոչ բարոյական նորմերը, ոչ օրենքները։ Եվ այս տեսանկյունից Ադրբեջանը լինելով ահաբեկչական պետություն, որդեգրել է միևնույն քաղաքականությունը։ Ուղղակի այստեղ կա մի նրբություն։ Ադրբեջանի իշխանություններն են ահաբեկիչներ։ Չեմ կարծում, որ հասարակ ժողովուրդը ընդհանուր առմամբ կարող է նման Այսինքն ես հարցս այդպես էլ ձևակերպեցի պետությունը, ոչ թե ադրբեջանցիները։ Այո, դուք ճիշտ եք։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը եւ արժանապատվությունը պահենք եւ այսպիսի հակահարվածներ տալով մենք նաեւ հակահարված ենք տալիս ահաբեկչությանը, իսկ ադրբեջանական ահաբեկիչ ղեկավարությունը պարտվելով ռազմի դաշտում մի օր նաեւ ստեղծելու է համապատասխան նախադրյալներ ադրբեջանական ժողովրդի այդ ահաբեկչության գերությունից ազատելու։ Կարծում եմ, որ մի օր կգա եւ Ադրբեջանի ժողովուրդը ինքը կձերբազատվի իր իսկ այսպես կոռումպացված եւ հանցավոր կառավարիչներից, այսպես կոչված։ Եվ ինչպես հասկանում եմ, Արցախը արդեն փորձում է նպաստել այդ հարցում։ Պարոն Բաբայան, կեսգիշերն անց մենք այստեղ տեսնում ենք Վերասննդի հրապարակում արդեն դեռևս հարյուրավոր մարդկան, չգիտեմ, այո, օպերատորը հիմա կարողանում է ցույց տալ նրանց մի մասին, ազատամարտիկներ են եւ հիմա դեռ մենք էլի ճանապարհին էլ քիչ առաջ էլի տեսանք մեծ խմբեր են գալիս, կա դրա անհրաժեշտությունը, ինչ վիճակում է մեր համալրումը, համալրվածությունը մարդկային եւ տեխնիկական նյութական ռեսուրսային առումով։ Այսօրվա դրությամբ պաշտպանության բանակը լրիվությամբ կարողանում է վերահսկել իրավիճակը սեփական ուժերով։ Ուղղակի այսպիսի իրավիճակներում ամբողջ ժողովուրդը
կարելի ասել համայն հայությունը համախմբվում է եւ մեծ հոսք է այսպես կամավորների, նույնիսկ դպրոցական երեխաներն են գալիս զինկոմիսարիատներ եւ փորձում ուրեմն որպես կամավորներ զինվորագրել։ Իհարկե նրանց չեն ընդունում, բնական է տարիքային այդ տարիքի պատճառով փորձում են զինվորագրել նաեւ բազմաթիվ կանայք, աղջիկներ։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բնակչության մեջ որևէ խոճապային տրամադրություն չկա, ընդհակառակը մարդիկ պատրաստ են ամեն ինչ անել հարազատ հայրենիքը պաշտպանելու համար։ Եվ սա, կրկնում եմ, համայն հայության կտրվածքով է եւ նման ուրեմն հայրենասիրությունը ողջունելի է եւ նոր լիցք է հաղորդում ընդհանրապես թե հայրենիքի պաշտպաններին, թե մեր արժե համակարգին։ Կարծում եմ, որ սա նաեւ լավ այսպես մեսիջ է ահաբեկիչներին եւ որոշ պետությունների Ադրբեջանին եւ նասատորող Թուրքիային, որ հայության կամքը երբևիցե չի կոտրելու։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ, կարծում եմ մենք հնարավորություն կունենանք վաղն էլ հանդիպել։ Իմ զրուցակից Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էր։ Ես մեն հավելեմ, որ Պաշտպանության բանակից ստացված վերջին տեղեկությունների համաձայն իրավիճակը ի տարբերություն նախորդ գիշերվա առավել լարված է, սակայն գտնվում է մեր ամբողջական վերահսկողության տակ։ Այս բանին այսքանը։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս գիշեր իր Facebook-յան էջում գրել է, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրելով նորանոր դիրքեր եւ բնագծեր։ Վերջապես սպասված լուրեր, հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրելով նորանոր դիրքեր եւ բնագծեր, Փառք հայոց զինվորին, գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Շարունակում են մայրաքաղաք ժամանել երկրապահի մի շարք մարզային կառույցների հարյուրավոր կամավորներ։ Երկրապահի Երևանյան գրասենյակում կազմակերպիչները չեն հասցնում գրանցնել կամավորներին։ Հումորով, անվաղ, սահմանին կանգնած տղաներին հասնելու ցանկությամբ ահել-ջահել ոմանք նույնիսկ չեն հասցրել սափրվել։ Համազգեստն ու ռազմաճակատ մեկնելու պարագաները ձեռք են բերում տեղում, մնացածն էլ արդեն սահմանին։ Հերմինե Բաղդասարյանն է պատմում։ Ինչքան թեժ գիծ կա, պետք է մենք առաջի գիծը մենք վերցնենք։ Գարտման ջոկատի։ Աղկինացաշեն ջոկատի տղաներն։ Գեղարքունիքի կամավորները ճամբարակի իրենց սահմանում բանակի զգոնության վրա վստահ առավոտից Երևանում էին երկրապահի բակում հերթը Սևանի ջոկատի ավտոբուսինն է։ Մեկնում ենք այն մետքով, որ Ադրբեջանը պետքա վերացնենք։ Ղարաբաղ առաջին գիծ գնացողները իջնում գրանցվում են։ Ոսկը շատ է։ Քանի մարդ չեմ կարող ասել։ Քանի ազատամարտիկ են անփորձանք բարի ճանապարհ Արցախ ասել ԵԿՄ վարչությունում թիվ չեն հայտնում մարզերից գալիս մեկնում են այսքանը։ Շիրակից էլ են գնացել, Գեղարքունիքից էլ են գնացել, Երևանից էլ են գնացել։ Ղարաբաղ գնացողները նախ Սովետաշեն են թեքվում, այստեղի զորամասն են նախկին ազատամարտիկներին նոր կռվի համար զինվորական հագուստ պարագաներ տալիս։ Աշտարակի երկրապահների 80 հոգանոց ջոկատն օրինակ արդեն կազմ պատրաստ է։ Բոլոր համազգեստը եւ կոշիկ է ստանում ենք այստեղ զենք զինամթեր։ Զորամասի հարակից տարածքում նաև Բաքում հարյուրով մեքենաներ են տարբեր կարգի, հազարով մարդիկ տարիքով ջահել, տեղում հագնվում են, ոմանք զենքը տնտղում, պատմական սելֆի-մելֆի անում, կատակում, Սերյոժ, պապիտ ինչի ես հաջողանում։ Անդոջան, չէ ինչ հաջողանամ, յանի մուրը մետում որ հաջողանամ։ Բախենանք միստե չէինք լնի, տունը պահկված կլնեինք։ Պատերազմ գնացողին վախից հարց կտան, հանդիմանում են տղաները, անգամ եթե ճիշտ են խոսակցությունները, թե ադրբեջանական կողմից իսլամիստ վարձկաններ են կռվում։ Դրանք փողով են, նայեմնիկներ են, իսկ մենք մեր հողի համար ենք գնում։ Զորամասի դարպասներից ներս որքան խորը, այդքան ռազմական տրամադրության շունչը մոտ։ Զինվորների ամենօրյա զրուցարան տաղավարը դարձել է զենքի բաշխման կետ։ Արկղերը կամազներից դատարկում են, դատարկները հետ բարձում։ Ով ստացած AK-74-ն է շոյում, գնդացրորդ Գավրուշն իր երբեմնի հավատարիմին։ Ֆիզուլին վերցնելիս նույն զենքով է եղել։ Կիլոմետր ու կես Սելախապում մինչև 3 կիլոմետր սրապ ամպուշտը շարնոյ գնում է թապարով լուսական ամպուշտներով։ Երևում է 94 թվին լավ դաշ չենք տվել, մենք հաշտվել էինք կիսատ թողած գործի հետ, իրենք պարտադրեցին, նորից վաշտի հրամանատար դառնամ, ասում է դեռ Սովետաշենից իր տղաներին աչքադրող ազատամարտիկը, հին շորերով է գնում, գուցե դիմացի խրամատից ճանաչող լինի։ Հիմա ավելի լավ դաս կտանք եւ կընկնեն իրենց տեղը, քուրով արաքսով միած սահման կդնենք, հետո կհասկանան թե որն էր, որից հետո։ Անկյուններում բոլոր մարզերի բարբարներով խոսակցություններ են, ջոկատ հավաքված, բոլորը սպասում են իրենց բաժին տրանսպորտը շարժվի։ Տարիներ առաջվա պես տունը խոհանոցը թողել տղամարդկանց հավասար ուսապարկ ու զենք են վերցրել նաև կանայք։
Որտեղ իմ ընկերներ ընդեղ էլ ես։ Էլ չսխալվեք ասելով պատերազմ լինի ով է գնալու կռվող սերունդն անցավ տեսախցիկը տեսավ, ասում է Հաբիլիովը, ցույց տալիս երիտասարդ Ջուլիային։ Ջուլիան պնդում է տանը գիտեն գնում է։ Տեղյակ են։ Լացում է, բայց ես չէի ուզի, բայց դեպի փոխովերնի մեծ չէ։ Գառնեցիներն արդեն հաղթանակի բաժակ են բարձրացնում։ Տուրիստական ավտոբուսները շարժվեն 5 ժամից Ղարաբաղում են։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։ Ադրբեջանական զինուժը նախորդին M21 գրադկայանքներով ու 152 mm հրետանիով շարունակում էր արկակոծել Մարտակերտը։ Շրջկենտրոնում վնասվել են առանձնատներ, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ։ Արցախի հերոս ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանն իր մարտական ընկեր Արցախի հերոս Ժաննա Գալստյանի և ջոկատի տղաների հետ միասին մեկնել է Մարտակերտի ուղղությամբ ուժերն ամրապնդելու։ Արցախյան գոյամարտում իրենց մարտական ուղին փայլուն կերտած ազատամարտիկների դիրքեր են մեկնել հայ զինվորի կողքին թշնամու դեմ պայքարելու համար։ Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում հակառակորդը փոփոխական ակտիվությամբ ողջ օրվա ընթացքում կիրառել է հեռահար հրետանի, ինչպես դիրքերի, այնպես էլ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Թալիշն առաջիններից մեկն է հայտնվել թիրախում։ Հրթիռներից ու ականներից բզկտված են ոչ միայն գյուղի բուն տարածքը, այլև շրջակա լանջերը։ Ավերված շինությունների բազմությունը միայն մոտավոր պատկերացում է տալիս, թե գյուղն ինչ ինտենսիվությամբ է հրետակոծվել։ Նույնն է իրավիճակը նաև Մատաղիսում։ Գյուղապետի մեքենան է հարևանությամբ հրթիռի պայթյունից հետո։ Երիտասարդ գյուղապետը վիրավոր պառկած է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Բնակիչներն անսխալ ճանաչում են գրադ կայանքի հրթիռ է, եւ նման հրթիռներ Մատաղիսի վրա տասնյակներով են ուղարկվել։ Եվ ինքնաթիռներ, եւ ուղաթիռներ, եւ խոշոր տրամաչափի զենքեր, այս պահի դրությամբ հակառակորդը ինչ զինատեսակներ ունի, մեր նկատմամբ օգտագործում է։ Թշնամու կատաղի գրոհի առաջին ալիքը հերթապահ անձնակազմն է ընդունել։ Բլիցկրիգի ադրբեջանական տարբերակը ձախողվել է առաջին իսկ ժամերից։ Նախորդ օրվա համեմատ հյուսիսային ուղղությունում իրավիճակը պակաս լարված է, սակայն առաջապահ ուժերը զգոնությունը չեն թույլատրում, ինչից հարձակվողների խանդավառությունն է նվազում։ Մասսայական լարվածությունը, կարելի ասած, նվազում է, բայց տեղային լարվածությունը առայժմ մնում է ուղղություններում։ Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը։ Երիտասարդ զինվորներին աջակցում են նաև փորձված ազատամարտիկները։ Նախկին ազատամարտիկ այսօր պատգամավոր Ժաննա Գալստյանը երկրորդ օրն է դիրքերում անցկացնում։ Անսպասելի չի համարում ոչ հակառակորդի արձակումը, ոչ էլ նրան դիմակայող 18 տարեկաների քաջությունը։ Մարտակերտում գտնում եմ նորմալ ռազմական վիճակ, նորմալ գործողություն է գնում։ Վստահ եմ, որ շատ շուտով մեր բնակչությունը կտեղեկացնվի, որ լրիվ ճնշվել են հակառակորդի ուժերը, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Միայն դժվարությունը նա է, որ շատ են գալիս մեր ազատամարտիկները, կամավորները, շատ են գալիս, շատ ավելի, քան մեզ պետք է։ Այդ դա է։ Ու գալիս են, բոլորն են գալիս, չեք պատկերացնում ինչ է կատարվում։ Նախորդ կռիվը կիսատ ենք թողել, չթողեցին ավարտենք։ Հիմա կարծես պահը եկել է, վճռակամ ասում են ազատամարտիկները։ Նախորդ կռիվը կիսատ մնաց, չթողին մինչև վերջ հասցնենք, հիմա ուզում ենք մինչև վերջ հասցնել։ Երևանից ենք եկել, 5 հոգի ենք, լսել ենք, որ այս տիպի մեր 90 թվի արածը կիսատա մնաց, եկել ենք էդի վերջացնենք։ Արդեն երկրորդ օրն է դիրքերում ընթացող մարտերի հետ նաև սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունն է շարունակվում։ Տներ են վնասվել, ծառեր, գազատար խողովակներ։ Հրետակոծության հետևանքների մի մասը անմիջապես վերացվում է։ Վարչակազմի ղեկավարը օրվա ընդհանուր պատկերն է ներկայացրել պատգամավոր ազատամարտիկը գնահատել 90-ականների փորձից դասեր քաղել ենք։ Ժամը մոտ 19:10-ից համարյա թե կարելի ասել դա դարևեց հրթիռահրետակոծությունը եւ նորից այսօր սկսվեց։ Ժամը մոտորապես առավոտյան 9-ի կողմերը։ Ինչպես տեսնում եք, ահա, հրթիռակոծության տեղը, հենց այս խոսքի ժամանակ էլ տեսնում եք, որ արդեն հրթիռներն են գալիս դեպի քաղաքը։ Ինչ ասեմ, ընդհանուր վերահսկվում է, բայց ժողովուրդը ամենօրյա իրենց աշխատանքով է զբաղված, կարող եք տեսնել, մեքենաները շարժվում են, մարդիկ աշխատում են։ Մենք նաև տեսել ենք նախկինում պատերազմական գործողություններ 92-94 թվականներին, այսպիսի հանդարտություն, այսպիսի հաստատուն կամք մեր ժողովուրդը կարծես թե չուներ, կարծես թե մենք վերակերտվել ենք, կարծես թե մենք ավելի ենք ամրացել շրջանում թիկունքից մեր ազատամարտիկները համալրել են շարքերը եւ պատրաստ են ամեն մի վայրկյան նետվելու առաջիկից։ Մերի Դավթյան, Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, Առաջին ալիք։
Հայրենիքի ու հայրենյաց պաշտպան զինվորների համար այսօր երեկոյան ժամը 6-ին ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ աղոթք կհնչեցվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Նախօրեին վեհապարը հայոց աշխարհի ապահովության եւ անսասանության համար հայրապետական մաղթանք է կատարել։ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո Գարեգին II վեհապարն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Նա ժողովրդին հորդորել է գոտեմտնել երկրի սահմաններին իրենց պարտքը կատարող հայրենիներին, որպեսզի նրանք նույն արիությամբ շարունակեն իրենց սրբազան ծառայությունը։ Հանրապետական մաղթանքից հետո ամենայն հայոց կաթողիկոսը աղոթել է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ու հոգիների հանգստության համար։ Մեր սահմանների անսասանության, զինվորների ու հայրենիքի պաշտպանության համար պատարագներ են անցկացվել նաև մյուս եկեղեցիներում։ Սա եւ այսօրվա խորհրդի հիմքում ընկած եւ նաեւ մեր հավատացյալների, հավատավոր ժողովրդի ներքին հոգեվոր պահանջներ։ Հակամայից յուրաքանչյուր հավատացյալ մարդ մասնակցելով որևէ արարողության եւ մանավանդ այս դեպքում այս բարակային պատարագի արարողությանը իր անկեղծ մտահոգությամբ աղոթք է բարձրացնում առ Աստված մեր զինվորների համար եւ մեր հայրենիքի համար։ Ռազմական գործողությունների վերսկսումը բնականաբար մտահոգել է նաև ռուսական քաղաքական շրջանակներին։ Ռուսաստանցի գործիչների շրջանում ամրապնդվում է համոզմունքը, որ սահմանային լարումը հրահրել է Ադրբեջանը։ Նաև կոչեր են հնչում պաշտպանել ՀԱՊԿ դաշնակից Հայաստանին այս դիմակայության մեջ։ Արմենիա находится в договоре по ОДКБ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մենք պետք է պաշտպանենք մեր դաշնակցին։ Ես գիտեմ, որ նմանատիպ պայմանագիր կա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ աջակցություն ցուցաբերելու մասին։ Եվ Ղարաբաղի տարածքում ռազմական հակամարտության բռնկման դեպքում Թուրքիան փաստացիորեն պետք է միջամտի Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։ ՀԱՊԿ պայմանագրով մենք պետք է պաշտպանենք մեր եղբայր հայերին, այնտեղ մեր բոլոր ռազմական ստորաբաժանումներն են տեղակայված, բավարար քանակով։ Ես եղել եմ ստուգումների այդ ստորաբաժանումներում, գիտեմ, որ նրանք եւս տեղյակ են, որ սադրանքը կարող է տեղի ունենալ ցանկացած օր։ Այնտեղ տարվող կատակ խաղերը կարող են հասնել 3-րդ համաշխարհային պատերազմի մեկնարկի եզրակետին։ Ստացվում է, որ ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ կարող են դեմ առ դեմ դուրս գալ այդ տարածքում, որովհետեւ մենք չենք կարող միայնակ թողնել մեր եղբայր հայերին։ Բոլորը քաջ գիտեն, որ հայկական բանակն ու Ղարաբաղի բանակը հետ խորհրդային տարածքում լավագույններից մեկն են։ Լավ պատրաստված են, լավ մոտիվացված մարտիկներ ունեն, համադրված կառավարման համակարգ։ Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների ժառանգորդն է։ Ադրբեջանի բանակը չի հանդիսանում խորհրդային բանակի լավագույն ավանդույթների ժառանգորդը, դա միանշանակ է։ Այնտեղ տարբեր երկրների փորձն է կիրառվել, ամերիկյան, իսրայելական, նրանք այդպես էլ չկարողացան ձևավորել հատուկ գիծ։ Երևի մի օր Ադրբեջանի բանակը կհասնի առաջատար պետությունների բանակների մակարդակին, բայց դեռ մենք խոսում ենք մեծ թվով տեխնիկայի եւ մեծ քանակով մարդկանց խմբավորման մասին, այլ ոչ թե ադրբեջանական բանակի։ Ամբողջական իմաստով զինված ուժերի մասին դեռ վաղ է խոսել։ Սադրանքը հրահրած ու տակից դուրս չեկող Բաքվին երևի թվում է, որ Արցախի վրա հարձակվելն ու միջազգային հանրությանը մոլորեցնելը խաղուպար է։ Ադրբեջանի պրոպագանդիստները հայտնվել են իրենց իսկ լարած ուղակներում։ Երեկ առավոտյան այդ երկրի պաշտպանության նախարարությունը տարածել էր գործողությունները դադարեցնելու մասին ապատեղեկատվություն, որից անմիջապես հետո հայկական զույգ հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունները հերքեցին այն։ Շուտով համաշխարհային լրատվամիջոցները եւս տարածեցին ապացույցներ, որ Բաքուն հերթական անգամ դիմել է սուտ տեղեկություններ տարածելու քաղաքականությանը։ Ադրբեջանական կայքերը մեկը մյուսի հետևից եռանդուն կերպով տարածում էին այդ երկրի պաշտպանության նախարարության կեղծիքը, թե իբր Բաքուն ռազմական գործողությունները միակողմանի դադարեցրել է։ Նույն հաղորդագրության մեջ ադրբեջանցիները փորձում էին համոզել ընթերցողին, թե Ալիևի իշխանությունն այնքան մարդասեր է, որ անսացել է միջազգային հանրության կոչին եւ դադարեցնում է հարձակումը։ Արցախի պատասխանը չուշացավ։ Հրադադարի մասին խոսք չկա, մամուլում տարածվել է Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը, որ իբրև իրենք միակողմանի դրսևորելով, չգիտեմ, այսպես խաղաղասեր պահվածք դադարեցնում են ուրեմն ռազմական գործողությունները։ Բայց վերջի 12 ժամվա ընթացքում սա երկրորդ նման հայտարարությունն է, որը իրականության հետ որևէ կապ չունի։ Իրականությունն այն է, որ հակառակորդը շարունակում է ուրեմն ռազմական գործողությունները եւ զինադատարի ռեժիմի ակտիվ խախտումները։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը նույնպես վստահեցրեց, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին տեղեկությունները սուտ են։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է։ Օրվա ընթացքում հայկական երկու պետությունների հերքումները հաստատեցին համաշխարհային լրատվամիջոցները։ Russia Today հեռուստաընկերությունը տարածեց կադրեր, որոնք աղբյուրի տեղեկությամբ նկարահանվել էին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններից հետո։ Ադրբեջանի հայտարարությունները հերքող տեղեկությունը տարածել էին նաև
Associated Press-ը եւ մյուս առաջատար լրատվամիջոցները։ Ռազմական գործողությունների դադարեցման սուտ տեղեկության ֆիասկոից հետո ադրբեջանական քարոզչամեքենան լծվեց մեկ այլ կեղծ տեղեկության տարածմանը։ Ըստ համացանցից անմիջապես հեռացված, սակայն արագորեն լայն տարածում գտած տեղեկության, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աջակցություն էր հայտնել Իլհամ Ալիևին Ղարաբաղի հարցում եւ հայտարարել, թե իբր իր երկիրը զորք կուղարկի Ադրբեջանին օգնելու համար։ Լուրը տարածվելուց մի քանի ժամ անց Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը տարածեց հաղորդագրություն հերքելով տեղեկությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադարը պահպանելու եւ բանակցությունները վերսկսելու կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը։ Նա շտապել էր ողջունել միակողմանի հրադադարի մասին ադրբեջանական փուչիկը։ Իդեպ այդ նույն Ագրամունտի խավիարային նախասիրությունները մի քանի ամիս առաջ բացահայտել էին համաշխարհային լրատվամիջոցները եւ հայտնել, որ իր ադրբեջանամետ գործունեության համար նա Աբշերոնյան թերակղզուց ճոխ վարձատրություն է ստանում։ Դավիթ Մուրադյան, Առաջին ալիք։ Եվ ընդամենը րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նոր ուրախ լուրեր առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել, գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջում հիշեցնեմ, որ այս գիշեր ևս սահմանին իրավիճակը եղել է բավականին լարված։ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից եւ հրանոթներից շարունակել է արկակոծել պաշտպանության բանակի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 7-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղություններով։ Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ պաշտպանության բանակի առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Դեպքերի հետագա զարգացման մասին մեր առաջիկա թողարկումներում։ Այս ժամի այսքանն էր, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, մինչև այդ ժամը։